Գավառի Ֆրունզե Դովլաթյանի անվան մշակույթի տան վերաբացման հանդիսավոր արարողությունն է։ Միջոցառումը մեկնարկում է Սարուխանի արվեստի դպրոցի երգչախմբի կողմից Հայաստանի Հանրապետության հիմնի կատարումով։ Գավառի մշակույթի տան տնօրեն Լիաննա Միքայելյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնում մշակույթի տան շենքի հիմնանորոգման գործում աջակցություն ցուցաբերած եւ ներդրումներ իրականացրած անձանց ու կազմակերպություններին, բարի ընթացք մաղթելով մշակույթի տան գործունեությանը։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը մշակութային բնագավառում ներդրումներ կատարելու համար։ Շնորհակալություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին շարունակական, հետևողական աշխատանքի համար։ Առանձնահատուկ շնորհակալությունս ձեզ, պարոն Մարտիրոսյան, այս նախաձեռնությունը ձերն է, եւ այսօրվա գեղեցիկ ձեռքբերումը ձեր հոգատար հետևողական աշխատանքի արդյունքը։ Շնորհակալ ենք ձեզ, պարոն Մարտիրոսյան, Գավառ համայնքի եւ համայնքապատկան կազմակերպությունների ցանկացած խնդիր ձեր անձնականը համարելու եւ ամենաբարձր մակարդակով դրանց լուծումը կազմակերպելու համար։ Շնորհակալ եմ նաև, որ այս գեղեցիկ մշակութային կառույցի ղեկավարումը ինձ եք վստահել եւ հավատացնում եմ, որ իմ երիտասարդական ավյունս եւ աշխատանքային ողջ ներուժս կներդնեմ մշակույթի տան հետագա զարգացման համար։ Այնուհետև տեղի է ունենում վարագույրների բացման հանդիսավոր արարողություն։ Վերաբացման արարողությունն ուղեկցվում է Գավառ համայնքի արտադպրոցական հաստատությունների սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով եւ երաժշտական ու արվեստի դպրոցների համույթների, անհատ կատարողների եւ այդ հաստատությունների շնորհալի շրջանավարտների ելույթներով։ Միջոցառմանը ներկա են Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, թեմի առաջնորդ Իսահակ եպիսկոպոս Պողոսյանի գլխավորությամբ, Գավառ համայնքի հիմնարկ ձեռնարկությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ 1970-ականներին կառուցված մշակույթի տունը տասնամյակներ շարունակ դարձել է մշակութային ակտիվ կենտրոն, համախմբելով մշակույթ ստեղծողներին եւ գնահատողներին, սակայն շենքի հնարավորություններն այլևս չէին համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Գավառի մշակույթի տան կապիտալ հիմնանորոգումը մեկնարկեց 2020 թվականին Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի անմիջական նախաձեռնությամբ։ Սուբվենցիոն ծրագրով կառավարություն համայնք համատեղ ֆինանսական ներդրումով 31 միլիոն 516 հազար դրամ հատկացվեց շենքի մի հատվածի հիմնանորոգման համար։ 2021 թվականին դարձյալ սուբվենցիոն ծրագրով շարունակվեց շենքի մյուս հատվածի հիմնանորոգումը։ Ծրագիրն արժեցավ 110 միլիոն դրամ։ 2022-23 թվականներին Գավառ համայնքի բյուջեից առանձին հատկացումներով եւ կապիտալ դրամաշնորհով 1 միլիոն 500 հազար դրամի շրջանակներում շենքում կատարվեցին վերանորոգման, գույքի եւ տեխնիկայի ձեռքբերման աշխատանքներ։ Նույն նպատակով 2024 թվականին Գավառ համայնքի բյուջեից 1 միլիոն 371 հազար եւ կապիտալ դրամաշնորհով 700 հազար դրամ է հատկացվել մշակույթի տանը։ 2024-ին նաեւ 89 միլիոն 904 հազար դրամ սուբվենցիոն ծրագրով ամբողջացել է շենքի կահավորումն ու ժամանակակից տեխնիկայով վերազինումը։ 2025 թվականին համայնքի բյուջեից 2 միլիոն 799 հազար դրամ հատկացումից բացի մշակույթի տանը տրամադրվել է 700 հազար դրամ կապիտալ եւ 1 միլիոն 420 հազար դրամ ընթացիկ դրամաշնորհ։
2026-ին հատկացված կապիտալ դրամաշնորհը կազմել է 394,000 դրամ, իսկ համայնքի բյուջեից հատկացումը 1,550,000 դրամ։ Պահպանվել է նաև դահլիճը իր 500 նստատեղով եւ արդյունքում մենք ունենք գեր ժամանակակից լուսավորությամբ ձայնով հագեցած մշակույթի տուն, որտեղ ինչպես մեր քաղաքային, մարզային, այնպես էլ հանրապետական ցանկացած միջոցառում են կարող ենք ընդունել, հյուրընկալել։ Ֆինանսական այս միջոցների հատկացմամբ ամբողջացել է Գավառի մշակույթի տան հիմնանորոգումը, կահավորումն ու ժամանակակից տեխնիկայով վերազինումը։ Եվ այսօր Գավառի մշակույթի տունը իր աշխատանքները սկսում է նոր հնարավորություններով ու համայնքի մշակութային առօրյան ավելի ակտիվացնելու սկզբունքով։ Ալբերտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։